Փրկենք մեր խոնարհված եկեղեցիները։ Ղուկասավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները այդպես կոչեցին իրենց ստեղծած հասարակական կազմակերպությունը։ 16-ամյա Սաթենիկը ծրագրի ղեկավարն է։ Երազում է իրենց գյուղի խոնարհված եկեղեցին բարեկարգ տեսնել։ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գործող եկեղեցի չկա։ Սուրբ Աստվածածինը նաև հարակից համայնքների միակ եկեղեցին է։ Կառուցվել է 16-ից 17-րդ դարերում։ Ժամանակի ընթացքում բնական աղետներն իրենց գործն արել են։ Սրբավայրն ամբողջությամբ խարխլվել է Խորհրդային Միության որդեգրած քաղաքականության հետևանքով։ Մինչ խորհրդային շրջանը եկեղեցին ունեցել է ձևավորված ծխական համայնք։ Գործել է դպրոց, տարածքը բարեկարգ է եղել։ Ճարտարապետական հորինվածքով այն բազիլիկ կառույց է եղել։ Հոյակերտ տաճարից այսօր միայն պահպանվել են խորանն ու մի քանի պատեր։ Կառույցն այսօր թեև եկեղեցի չի հիշեցնում, սակայն գյուղացիների համար այն հոգևոր միակ կենտրոնն է։ Տարիներ շարունակ լքված եկեղեցին այսօր տեր ունի եւ այդ տերերը այս գյուղի դպրոցի աշակերտներն են եւ թերևս այս երեխաների հոգիների մեջ արդեն հոգեղեն տաճարները կառուցվել են եւ հիմա կարիքը կա նաեւ քարեղեն տաճար ունենալու։ Ղուկասավանցիները փորձել են ամեն գնով պահպանել հոգևոր ժառանգության պատերն ու քարերը։ 1980 թվականին գյուղի բնակիչ Նորիկ Նիկողոսյանը Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդված քարերից մատուռ է կառուցել։ Այս քարը վերևից ընկել էր ներքև, մեր ժայլությունը գալիս էր այդտեղ մոմ էր վառում, ասենք մարդկար աղոթք էր անում։ Ես էլ իմ խիոճը ստանելով տեսա, որ ինչ որ վիճակը ոնց է, ասի մի հատ փոքր սիրուն ինչ որ մատուռ սարքեմ, այդտեղ էլի ծոժավորտը կկան մոմա կվառեն, աղոթք կանեն։ Սովետական միության ժամանակ մի քանի հոգի ինձ ինչ որ չէին թողում էլ ինչ որ այդ գործողությունը, բայց ես երես սպնդեցի, սարքեցի։ Ղուկասավան գյուղի միջնակարգ դպրոցի սաները պարբերաբար մաքրում ու խնամում են եկեղեցու տարածքը։ Այսօր եկել ենք այն նպատակով, որ համագյուղացիներին եւ ինչ չէ նաեւ գյուղի մեծ արուստներին ասենք, որ նրանք գան եւ մեզ աջակցեն, որպեսզի եկեղեցուն բարեկեցիկ ձև տանք եւ սկսենք կառուցել, որպեսզի ասենց չլինի էլի քանդված ավերված վիճակ չլինի։ Բարերարներ գտնելու նպատակով դպրոցականները նամակով դիմել են նաև վեհափառ հայրապետին։ Պատանիները հույս ունեն, որ անպայման կգտնվի մեկը, ով ցանկություն կհայտնի նպաստ ունենալ համայնքի հոգևոր կյանքի վերազարթոնքի գործում։